Բարև ընկերներ, այս թողարկումը չի մտնում պարա վախտի խաղալիքի շարքի ներսը և այս գիշեր ես ուզում եմ խոսամ Վրաստանի և Կրիմի մասին։ Դուք տեղյակ եք, որ Վրաստանը, այսինքն Սովետի փլուզումից հետո ինքն առաջի երկրներից էր, որ ուզում էր միանալ ՆԱՏՕ-ին կամ Շևարդնաձեի ժամանակ իրանք սկսեցին ՆԱՏՕ-ի հետ ինչ-որ լավ հարաբերություններ ունենալ, Ռուսաստանի լրիվ զորքին հանեցին Վրաստանից և ես երկար ժամանակ կարծում էի, որ սրանք երևի ավելի խելոք են հայերից, ավելի շուտ են շարժվել, բայց հետո որ անալիզ արեցի, տեսա չէ, այդքան խելոք չեն, ոչ թե իրանք էին ուզում, այլ ՆԱՏՕ-ն էր իրանց ուզում, դրա համար շուտ մատ դրեց վրները, Սաակաշվիլուն ուղարկեցին և Վրաստանը ՆԱՏՕ-ի համար կամ արևմուտքի համար մոտ մի քանի միլիարդ դոլարի ծախս բացեց։ Իսկ ինչն էր կարևոր Վրաստանում, որ այդքան, այսինքն Ամերիկան ուզում էր, որ Վրաստանը կամ արևմուտքը Վրաստանին ուզում էր և հիմա ինչի չի ուզում, արդեն 20 տարուց ավել է, որ իրանք պիտի միանային Եվրոպայի միությանը, ոչ մելուր, ՆԱՏՕ-ին չընդունեցին, որ միանան, իսկ Վրաստանը արդեն հիմա սկսել է լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, որովհետև Վրաստանի առուտուրը ըստ մի տվյալների, որոնց Վրաստանից էին ներկայացրել, Վրաստանի առևտուրը Եվրոպայի հետ կազմում է 400 միլիոն դոլար, իսկ Վրաստանի առևտուրը Ռուսաստանի հետ 2 միլիարդ դոլար։ Ուրեմն իրանք արդեն հասկացել են, որ ինչ, այսինքն ոնց է, արևմուտքը իրանց ուզեցի օգտվել արևմուտքի շահերի համար։ Իսկ ինչ կարևորություն ուներ Վրաստանը։ Օրինակ 2008 թվին Ռուսաստանը արդեն զորք բերեց ստեղը հարավային Օսետիան վերցրեց և Աբխազիան։ Իսկ հարավային Օսետիան այդ մաս որ վերցրել է, եթե օրինակ քարտեզը փոքրացնենք, որ լրիվ Ռուսաստան ներվա, ասենք սկորում է։ Ասենք ինչ, այս մեպստիկ հողագտորը կամ մի քիչ Աբխազիան Ռուսաստանին այդքան կարևոր էր, որ սաղ աշխարհի դեմ կանգնեց և Վրաստանը կարևոր էր ՆԱՏՕ-ի համար։ Իսկ հիմա ես ձեզ ցույց կտամ Վրաստանի կարևորությունը ՆԱՏՕ-ի համար և ինչու հիմա արդեն Վրաստանը կարևոր չի։ Ուրեմն այս մասը հարավային Օսետիան որ նայում ենք, եթե քարտեզը սենց ենք նայում, ոչ, այստեղ Կովկասյան լեռներն են և այս էլ Օսետիան է, իսկ եթե քարտեզը շատ ենք մանրած, այսինքն բանանում կտեսնենք, ստեղ էլ ես արդեն ռելիվն եմ բանանում, ստեղ եթե նայեք կտեսնեք, որ ստեղ մի հատ թունել գոյություն ունի, անունը Ռոք թունել անունով, այսինքն սարերի տակով մի հատ թունել գոյություն ունի, որ դուրս է գալիս Ռուսաստան, իսկ այս մի պոչը դուրս է գալիս հարավային Օսետիա, ստեղով։ Այս թունելը ստրատեգիական կարևորություն ունի թե Ռուսաստանի համար և թե ՆԱՏՕ-ի համար։ Եվ այդ որ Սաակաշվիլին հարձակվեց, այստեղ ուզում են վերցնեն կամ Վրաստանին այդքան կարևորություն են տալիս, այս թունելի համար էր։ Այսինքն այս թունելով Ռուսաստանը փակվում է հարավային Կովկասից։ Շատ ստրատեգիական կարևոր թունելը Ռուսաստանի համար։ Բայց ստեղ ինչ,
Այդտեղ թունել կար, այստեղ ինչի Ռուսաստանը վերցրեց, եւ այս երկու մասի համար որ ասենք իրանք ազատագրվեցին Վրաստանից, բայց բարիփոնի մաստով ըստ Քրիմի նման Ռուսաստանն արդեն այստեղ կառավարում, այստեղ ինչ կարևորություն ուներ Ռուսաստանի համար, որ այս մասն էլ վերցրեց, այսինքն եթե նայում ենք ծովիապը, դուք մենք որ Ռուսաստանն է, սկան այստեղ ծովապ ունի, ըս Ազովի կեսն Իրանն է, okay? Իսկ ինչ կարևորություն ուներ Ռուսաստանի համար այս մասը որ վերցներ։ Այս էլ եթե այս քարտեզն ենք նայում, արդեն դուք կտեսնեք ինչ կարևորություն ուներ։ Ազովի ծովը այս որոշ տեղը 6 մետր ավել խորնություն չունի։ Այսինքն Ռուսաստանը այստեղ ոչ կարող է սուզանավ պայի, ոչ էլ նավ։ Այս մասը, այսինքն այդքան հարմար չի, իսկ այս մասը շատ ավելի հարմար է նավահանգիստ ունենալու համար։ Իսկ Ռուսաստանը վստահ չէր, որ կարող է Քրիմը վերցնի կամ այն ժամանակ պլան չունեն։ Այս մասը վերցրել են ուղղակի ինչ-որ մի հատ security, որ եթե մի օր Քրիմը իրանք ծերրից տալիս են, իրանք կարողանան իրաց նավահանգիստները տեղափոխեն այստեղ։ Այս էլ այս մասի համար։ Իսկ հիմա մի քիչ խոսանք Քրիմի մասին, ինչի Ռուսաստան, ասենք 2008 թվին երկու մասը վերցրեց, իսկ հետո 2015-ին եկավ լրիվ Քրիմը վերցրեց։ Քրիմն ինչ կարևորություն ուներ։ Ուրեմն 1988 թվին Գորբաչովի եւ Ռեյգանի մեջ, այսինքն Սովետական միության եւ Ամերիկայի մեջ կնքվեց մի պայմանագիր։ Եվ այդ պայմանակիրը միջին տարածության ռակետների վերցնել, ասենք նրանք, որ գետնի վրային տեղադրվում, դրանք երկու կողից վերցրեցին, այսինքն այդ միջին տարածության ռակետները 500 կիլոմետրից մինչև 5500 կիլոմետր տարածության վրա։ Այսինքն այդ ռակետների վերանալուց հետո, ասենք օրինակ Ռուսաստան, եթե ստեղ ուզում է մի հատ ռակետ տնի, արդեն ասել է 500 կիլոմետր։ Այսինքն Ռուսաստան չի կարող մի հատ ռակետ տնի, որ ստեղից ավել կրակի իր տերիտորիայի ներսը, հողի վրա։ Իսկ այն տարածությունը 5000 կիլոմետր է, այսինքն 5500-ից ավել ռակետ եթե տնի, ինքը պիտի կարողանա այս տերիտորիան, այսինքն ռակետը հասնի այս տերիտորիան, այսինքն այս միջին տերիտորիան ռակետները ընդհանրապես վերցրեցին, թե Սովետական միությունը վերցրեց եւ թե Եվրոպայից լրիվ Ամերիկայի ռակետները, այսինքն middle distance, միջին տարածության ռակետները, այսինքն վերցրեցին։ Բայց որպես ասացի, այս ռակետներ մենակ այն ռակետներն են, որ ցամաքի վրա էր տեղավորվում, որ Ամերիկայինը Pershing-ներ էր, որ դրած էր Գերմանիայում կամ Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ այլն։ Իսկ ամերիկացիք իրանց օթային, այսինքն այդ դիստանսների իրանց օթում, այսինքն օթանավից կրակելու եւ նավերից կրակելու ռակետները պահեց, այսինքն դրանք չին մտնում համաձայնագիրի մեջ։ Եվ այսպիսով, այսինքն եթե Քրիմը ինքներ ամերիկացուն ծեռը կամ նաթոյի ծեռը, ուրեմն նայեք ստեղից մինչև Մոսկվա, տեսեք ինչքան փոքր քիչ տարածությունը։ Իրանք կարող են իրենց նավերը, սուզանավերը կանգնեցրին ստեղ եւ ստեղից արդեն շատ մի քանի րոպվա մեջ Մոսկվան, Կազանը եւ այս իրանց ինդուստրիալ տեղերը ռմբակոծեին։ Իսկ որովհետեւ Քրիմը իրանց ծեռը չի,
այսինքն ՆԱՏՕ-ի չէր, Ռուսաստանի ծերն է։ Ուրեմն իրանք չեն կարող Կասպից ծովից հարձակվեն։ Իրանք պետք է հարձակվեն Ադրիատիկ ծովից կամ էլ Սառուսյալ ծովից, Նորվեգիայից ենգող։ Եվ այս արդեն ռոպեների խնդիրը մեզ դեր է խաղում, որ դու պատկերացրու ռակետը ստեղից կրակես, որ ասենք մի 5-600 կիլոմետրը, կամ էլ ստեղից կրակես, որ 1500 կիլոմետրը։ Շատ մեծ տարբերություն ունի ստեղ։ Եվ Կրիմի, եթե նայեք, այսեն ստեղ Սևաստապոլն է, նույնիսկ այն ժամանակ է Կրիմը Ուկրաինային էր պատկանում, Սևաստապոլը, այս քաղաքը պատկանում էր Ռուսաստանին։ Եվ եթե նայենք ջրի խորնությունը, կտեսնենք, որ ինչու է, այսինքն ստեղ էլ նորից այդքան բան չի, խորը չի, ջուրը Ազովը շատ, այսինքն 6-7 մետր ավել չի, ստեղ որոշ տեղեր, այսինքն ստեղ Սուզանավ ու մեծ նավեր չի կարող Ռուսաստանը բերի։ Պետք է օգտվի Սևաստապոլից, կամ էլ հետագայում, եթե ստեղը ծերից տար, ինքը կարող էր ստեղ ինչ-որ նավահանգիստ սարքել։ Ուրեմն, այսինքն սաղ աշխարհին Ռուսաստանը դեմ գնաց եւ Կրիմը վերցրեց, որտեվ Կրիմը իր համար արդեն լինել չլինելու հարց էր, եթե այս Սևաստապոլը ինքներ ՆԱՏՕ-ի ձեռք։ Իսկ երբեմն ես, այսինքն կարճ ասած, Ուկրաինայի լրիվ, այսինքն 5 միլիարդ Ուկրաինա ծախսեցին տարբեր հեղափոխություններ, տարբեր բաներ, առաջի հերթին Կրիմի համար էր կամ Սևաստապոլին, այսինքն ռուսներին հանեին Սև ծովից։ Իսկ Վրաստանում էլ այս թունելի համար էր եւ այստեղ նավահանգիստ չկարողանային կառուցեին։ Այսինքն այդ դեպքում, եթե Ռուսաստանը սրանք ծերից տար, ինքը շատ վատ վիճակի մեջ էր ինգնում։ Ուրեմն, Վրաստանի կարևորությունը այս թունելի եւ այս նավահանգիստ հետագայում, եթե պետք է լավ նավահանգիստ սարքել, իսկ Ուկրաինայի ամենամեծ արժեքը, որ Ամերիկայի համար ուներ, այսինքն ստրատեգիկ արժեքը դա Սևաստապոլն էր եւ երկրորդ հարցն է դա, որ ամերիկյան նավերը, սուզանավերը չկարողանան կան Սև ծով, որտեղ այստեղ համաձայնություն կա, եթե մի հատ բացի այս ավազանի երկրներից ուրիշ երկրների նավա գալիս այստեղ 15 օր ավել իրավունք չունի մնա։ Ես հիշում եմ, որ մի անգամ Հայկ Մանասյանը խոսում էր Վրաստանի վրա, մի այսպես արտահայտություն արավ, որ Ամերիկան Վրաստանին ասում է Հարավային Օսեթիան եւ Աբխազիան մոռացի, ոչ, Վրաստանը կարևոր է մենակ սրանց համար։ Վրաստանը առանց այս երկու տերիտորիայի ոչ մի արժեք չի ներկայացնում։ Հիմա կան Հայաստանին։ Ուրեմն, ստեղ մի հատ հետաքրքիր բան է պատահել Ռեզա շահի ժամանակ, 1920-ի ժամանակ։ Թուրքիան Նախիջևանի հետ սահման չի ունեցել։ Այստեղ այս պստիկ տեղը Ղարասու անունով ինքը ահագին տերիտորիա ստեղ տվել է Պարսկաստանին, որ այս Ղարասուն առել է 100 տարի առաջ, մի հատ ստեղ կամուրջ կա։ Այդ կամուրջով միանում է Նախիջևանին։ Այսինքն թուրքերը 100 տարի առաջ գիտեցել են ինչ են անում, որտեղ դրանց փանթուրքական ծրագիրը նորվա պատմություն չի։ Իսկ փանթուրքական ծրագիրը ինչ է նշանակում։ Եթե նայենք սովետական, այսինքն Ռուսաստանին, արդեն Ֆինլանդը մտավ ՆԱՏՕ-ի մեջ, այս երկրները ՆԱՏՕ-ի մեջ են, Լեհաստանը ՆԱՏՕ-ի մեջ է, Ուկրաինան դժվար թե մտնի ՆԱՏՕ-ի մեջ, համենայն դեպս։ Տեսնում եք, ՆԱՏՕ-ի երկրներով լրիվ արդեն ստեղ այս մասը լրիվ ՆԱՏՕ-ի երկրներ են Ռուսաստանի հարևանությամբ։ Իսկ ստեղ էլ արդեն Թուրքիան ՆԱՏՕ-ի մեջ է
եւ իրանք աշխատում են, որ Ադրբեջանին էլ ինչ որ ձև Թուրքիայի միջոցով բերեն ՆԱՏՕ-ի մեջ եւ ՆԱՏՕ-ն հասնի Կասպից ծովին։ Եթե ՆԱՏՕ-ն հասավ Կասպից ծովին, Ռուսաստանի համար այնքան մեծ ծախսապացվելու, որ չափից դուրս։ Ռուսաստանը ոչ մի արժեքով չի թողնի, որ ՆԱՏՕ-ն կա հասնի այստեղ, այսինքն նույնիսկ եթե համաշխարհային պատերազմ սկսի։ Իսկ Թուրքիայի pan-թուրքիստական ծրագիրն է նա, որ արդեն դուրս կան Հայաստանի միջոցով դուրս կան Ադրբեջան, արդեն անցնեն այս կողը Թուրքմենստան, Ուզբեկստան, Կազախստան, Կիրգիզստան, որտեղ Տաջիկստանը ինքը պարսիկներ են սրանք։ Եվ այսպիսով Ռուսաստանի այս մասը իրանք վերցնում են, որ կարող են թե Ռուսաստանին ճնշեն եւ թե Չինաստանին, որտեղ Չինաստանի Խիանջանգը ստեղը, որ սրանք էլ թուրքախոս են, ույգուրներն են, որ ստեղ կան։ Այսինքն իրանք այս մասը վերցնելով, բացի այն, որ ստեղից նավթ ու գազ ու ամեն ինչ կարող են տեղափոխեն Եվրոպա, կարող են մեծ գլխացավ դառնան Ռուսաստանի եւ Չինաստանի համար։ Իսկ նավթ ու գազի դուրս բերելը ուրեմն իրանք կարիք ունեն Հայաստանի ներսով բերեն։ Մեկ հայերս խալվում են, ասում են սրանք ճանապարհ են ուզում, որ բեռնատար, այսինքն բեռը Ադրբեջանից Նախիջևան։ Ոչ, դրա համար չի, որովհետև իրանք Պարսկաստանում արդեն այս կողից ճանապարհ ունեին։ Նպատակը չի, որ բեռ տեղափոխեն, նպատակն է, որ իրանք ուզում են այս մասը վերցնեն։ Այսինքն այս մասը ոչ թե Թուրքիան ու Ադրբեջանն է ուզում, այլ Եվրոպան է ուզում եւ ՆԱՏՕ-ն։ Այս մասը եթե վերցնեն, արդեն Թուրքիան կարող է ստեղով առանց այն որ մեկը կոնտրոլ անի, իրանք զենքերը բերեն թափեն Ադրբեջան եւ Ռուսաստանի համար մեծ պրոբլեմ առաջացնեն։ Եվ ստեղի նավթ ու գազն էլ այս ճանապարհով անեն դուրս, որ իրանք կոնտրոլի տակ է։ Իսկ Ռուսաստանը, որ ուզում է այստեղ հսկի, դրա համար որ Ռուսաստանը չի վստահում Հայաստանին։ Ինքը ուզում է այս ճանապարհը ինքը հսկի, որ այստեղից զենք չկա, այստեղ մենակ, այսինքն ապրանք կարողանան տեղափոխեն Ադրբեջանից Նախիջևան։ Իսկ Թուրքիայի նպատակը ՆԱՏՕ-ի եւ Արևմտյան նպատակը դա չի, որ այստեղից ապրանք տեղափոխվի, ասենք Ադրբեջան ինչ որ կապ ունենա Նախիջևանի հետ, այլ այստեղ մի հատ ստրատեգիական ճանապարհ են ուզում, որ ես կարծում եմ, որ շատ մեծ մաս այստեղ վերցնելու են, որ այս ստրատեգիական ճանապարհի հետ Պարսկաստանն է ուժեղ հակառակում, որտեղ դուք պատկերացրեք, եթե Թուրքիան իր ազդեցության տարածի բոլոր այս տերիտորիայում իրանք կարող են Կասպից ծովով Պարսկաստանին ճնշեն կամ լրիվ էս, այսինքն սահմանով Պարսկաստանին էլ արդեն հյուսիսային մասը Պարսկաստանին փակեն։ Դրա համար Պարսկաստանը չի ուզում, որ այս ճանապարհը տրվի առանց կոնտրոլի։ Իսկ Պարսկաստանը շատ հանգիստ կարող է ընդունի, որ Ռուսաստանը այս ճանապարհը կոնտրոլ անի։ Որտեւ թե Պարսկաստանի եւ թե Ռուսաստանի ծերա տալիս որ Թուրքիան չկարողանա զենք լցնի Ադրբեջան։ Իսկ այստեղ հարցը ինչպես ասացի, չի որ իրանք ճանապարհ են ուզում, որ իրանք այդ անգամ ապրանք բերեն, ապրանք տանեն։ Այս ստրատեգիական տեղը։ Իսկ երբ որ 18 թվին հեղափոխություն եղավ, հեղափոխության սկզբից հայտնի էր, որովհետեւ զորոսականներն են եկել գործի գլուխ։ Զորոսականներն ըստ նույն մարդիկ են, որ Գեորգիայում եկան գործի գլուխ, ըստ նույն մարդիկ են, որ Ուկրաինայում եկան գործի գլուխ։ Իրանց, այսինքն իրանց առաջադրանք ունեին, որ ինչ որ ձև Ռուսաստանի զինված ուժերին անեն Հայաստանից։ Այն ժամանակ, որ Ռուսաստանի զինված ուժերը Հայաստանը թողին հեռացան, Հայաստանը ոչ մի արժեք չի ունենա արևմուտքի համար, ոչ մի արժեք։ Հստենց որ հիմա Վրաստանը ոչ մի արժեք չունի արևմուտքի համար, ոչ մի արժեք։
Դա ստեղ ստրատեգիական խաղ է։ Եվ այս խաղն էլ է, որ ստեղ իրանք ճանապարհ են ուզում, որ կարողանան թե զենք ու իրանց ազդեցությունը տարածեն Ադրբեջան, հետո Միջին Ասիա, որ Ռուսաստանի համար գլխացավանք լինեն եւ Չինաստանի համար գլխացավանք լինեն։ Եվ կարողանան Ուզբեկստան, Կազախստան եւ Թուրքմենստանի նավթ ու գազը Կասպից ծովով հանեն դուրս տանեն դեպի Թուրքիա եւ Եվրոպա։ Իսկ դուք գիտեք, որ Ադրբեջանն արդեն այստեղ նավթի ու գազի խողովակներ ունի, որ Վրաստանով է այդում Թուրքիա։ Բայց այս արդեն մենակ նավթ ու գազը ստրատեգիական ճանապարհ չի ստեղ։ Եթե ուզենան ստեղից իրանք զենք տանեն բերեն, կարող է Վրաստանն իրանք հակառակի, բայց եթե այստեղ այս տերիտորիան իրանք ունենան, առանց այն որ ոչ ոք իրանք պրոբլեմ առաջացնի իրանք համար, իրանք կարող են իրանք ազդեցությունը տարածեն դեպի այսինքն Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Կազախստան։ Իհարկե, այս երկրները Ենեն չի վրասես Թուրքիային հոժար կամքով ուզում են, որ Թուրքիան կաստեղ իրանց ազդեցություն ունենա, ոչ, սրանք էլ հասկանում են, այսինքն այդքան հեշտ չի, բայց եթե արևմուտքը սրանց արդեն ահագին փող լցնի ստեղ իրանց նավթ ու գազ ու արտադրանք ու դրանց օգնի, իրանք այդքան էլ վատները չի գալիս վեր Ամերիկայի հետ կամ արևմուտքի հետ գործեն։ Արևմուտքի հետ գործել, այսինքն Թուրքիայի հետ գործել եւ Թուրքիայի ազդեցությունը ստեղ շատանում է։ Թուրքիան արդեն ահագին մադրասաներ ունի, ստեղ կրոնական դպրոցներ ունի։ Օրինակ Թուրքմենստանում չէ, Ուզբեկստանում մի բանից շատ է սարքվել մսկիթ։ Թուրքմենստանը մեկից ուրիշ ձևի է, որովհետեւ իրանց ղեկավարը Այսինքն ստեղ Հյուսիսային Կորեայից ավելի ոչ դեմոկրատական երկիր է եւ իրանց ղեկավարը այսինքն դեկրետ է գրել, որ ոչ ոք մինչեւ 18 տարեկան իրավունք չունի որ մասջեդ է, մսկիթ է կամ կրոնական ռոպագանդա է։ 18 տարեկանից դա ինչ ուզում են անեն։ Պատկերացրեք Թուրքմենստանից նույնիսկ արգելված էր ինչ որ Մաքքե է կամ 18-ից ցած մուսուլմանն է Մաքքե Ստեղ ուրիշ ձև է, այսինքն Թուրքիան այդքան ցած հալած յուղի նման նույնիսկ ստեղը եթե Թուրքիան կարողանան այդ Զանգեզուրի միջանցքը ձեռք բերել, հալած յուղի նման չի, որ ինքը կարող է գա եւ այսինքն իրանց բանը տարածի այս երկրների վրա։ Ուրեմն հստակ որ Վրաստանի արժեքը այս թունելի եւ ստեղի ծովային խորը մասի համար էր Եվ Ուկրաինայի արժեքը Սևաստապոլի համար էր, մեծ արժեքը սրա համար էր, Հայաստանի մեծ արժեքն էլ է որ Ռուսաստանը դուրս է տա ստեղից եւ իրանք կարողանան այսինքն այս ճանապարհը Զանգեզուրի միջանցքը ձեռք բերեն, ռուսները որ Հայաստանից դուրս գնացին, Հայաստանը ոչ մի արժեք չի ունենա, որպես մասն էլ եթե ձեռից տա, ոչ մի արժեք չի ունենա Եվրոպայի համար։ Այսինքն այստեղ ազատ կլի թուրքերն ու ադրբեջանցիք ինչ ուզում են անեն։ Okay ընկերներ, այսօր այսքանը հույսով որ ինչ որ բան կարողացա բացատրեմ։ Հաջողություն։